Ներքախտի ընթացքը պիտի իլլա համագարկված, որովհետև այսօր Հայաստանը կգարավարվի այն դրամապանությամբ եւ գաղափարապանությամբ, որը ոչ թե վերնախավին կողմէ բարդատրված է ժողովրդին, այլ ժողովրդի կողմեն բարդատրված է գարավարող ուժին։ Այս մասին ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան իքորդ ծրագիրի մասնակիցներու հետ հանդիպմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ընդունեց Հայաստանի մեջ Հնդկաստանի Հանրապետության արտագաղթ եւ լիազոր տեսփան Նիլաքշի Սահասինհայը, որը ավարտեց դիվանագիտական առաքելությունը մեր երկրի մեջ, այս մասին հայտնեն գարավարութենեն։ Վարչապետը շնորհակալություն հայտնած է տեսփանին սերտ համագործակցության եւ Հայաստան-Հնդկաստան հարաբերություններու զարգացման նպաստելուն համար։ Վարչապետ Փաշինյանը ընդգծած է երկու երկիրներու միջև բազմոլորտ համագործակցության եւ ադոր հետագա ընդլայնման կարեւորությունը։ Նիլաքշի Սահասին շնորհակալություն հայտնած է վարչապետին եւ Հայաստանի ղեկավարության համատեղ աշխատանքի եւ արդյունավետ փոխգործակցության համար տեսփանը համոզմունք հայտնած է, որ հարաճիգային եւս երկու երկիրներու միջև գործակցությունը պիտի զարգանա բոլոր ուղղություններով։ Հանդիպման ընթացքին միտքեր փոխանակված են գրթության, արհեստագիտության, առողջապահության եւ այլ ոլորտներու մեջ կապերու հետագա զարգացման շուրջ։ 2026 թվականի հունվարեն հունիսի թրությամբ դեպի Եվրոպական միություն արտահանման ծավալը գերազանցած է $516 միլիոն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածին համեմատ բարձր է, ավելի քան 80%-ով գայտնեն գարավարութենեն։ 2026 թվականի առաջին կիսամյակին դեպի Եվրոպական միություն արտահանումը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճած է ավելի քան 71%-ով։ Լահայի մեջ Եվրոպական միության իրավաբար համագործակցության գործակալության Եվրոպոլի մեջ բացվեցավ Հայաստանի Հանրապետության Գաբի Սպայի գրասենյակը, կդեղեկացնեն ներքին գործոս նախարարութենեն։ Արդեն մոտ 4 ամիս կնե, որ Եվրոպոլի մեջ որպես Հայաստանի Գաբի Սպա պաշտոնավար է Արա Ֆիդանյանը, ապահովելով Հայաստանի իրավաբար մարմիններու եւ Եվրոպոլի միջև ավելի գործոն եւ արդյունավետ համագործակցություն։ Հայաստանի եւ Եվրոպոլի միջև ձևավորված է արդյունավետ գործընկերություն, ուղղված միջազգային եւ գազམ་ակերպված հանցավորության պայքարին, տեղեկատվության փոխանակման եւ իրավաբար ոլորտի ներսամագործակցության խորացման։ 20 օգոստոսին Կիևի վրա ռուսական զանգվածային հարվածի հետևանքով զոհված է 5 անձ եւ 23 վիրավոր կա։ Կհայտնե Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը։ Վնասված են բնակելի շենքեր, բժշկական հաստատություն եւ ուսումնական հաստատություն։ Բացի այդ մեծ տարածքի վրա գտնվող պահեստային շինություններու մեջ հրթիռներ բռնկած են։ Կիևը ենթարկված է բալիստիկ հրթիռներու հարվածներուն, ընդհանուր առմամբ 15 վայրկյանի ընթացքին քաղաքի ուղղությամբ արձակված է մինչեւ 20 հրթիռ։ Թիդարկման տվյալներով ժամանակ կիրառված է բալիստիկ հրթիռներու 3 տեսակ։ Իրանը այժմ գրեթե ամբողջությամբ դադրեցուցած է քարյուղի մատակարարումները արտաքին շուկա, այս մասին հայտարարած է Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահը։ Պաշտոնյան ավելցուցած է, որ Կենտրոնական բանկի ծրագիրը եղած է ճիշտ, ուստի Իրանը այժմ ունի արժույթի պաշարներ, ինչպես նշած է Իրանի Կենտրոնական բանկի նախագահը Իրանի գերագույն առաջնորդ Մուժդաբա Խմեյնիին հղած նամակի մեջ, վստահեցնելով, որ հարկ չկա անհանգստանալու առաջին անհրաժեշտության ապրանքներու եւ տեղորայքի մատակարարումներու մասին, ադոնք ապահոված են Կենտրոնական բանկը եւ կառավարությունը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Իրանի դեմ աննախադեպ տնտեսական ճնշման գործողություն պիտի սկսի, իսկ այն երկիրները, որոնք պիտի օգնեն Թեհրանին, փախում պիտի ունենան ահռելի տնտեսական հետևանքներու։ Truth Social-ի մեջ գրառման Թրամփ նշած է, որ Իրանին բազմաթիվ հնարավորություններ տված է իր հետ համաձայնագիր կնքելու համար, սակայն անոնք այդ առիթեն չեն օգտված։ Թրամփ նաև սպառնալիքներ հնչեցուցած է Իրանին աջակցող երկիրներու հասցեին, Սպիտակ տան ղեկավարը ընդգծած է, որ բոլոր դաշնակիցները պետք է կանգնին Ամերիկայի կողքին մեգուսացնելու եւ բարդության մատնելու Իրանը։ Ձեզի հետ է Ալի Զեյթունցյանը։